Մենք մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Այվազյանը եւ այսպես ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում ավարտված չեն, դեռ ժամանակ կա ամփոփելու համար, գիտեք, որ ընդդիմադիրները հատկապես Բարգավաճ Հայաստանը բողոքարկել էին եւ մի շարք տեղերում հիմա վերահաշվարկներ են իրականացվում եւ խայտառակ փաստեր արձանագրվեց, եթե այս վերահաշվարկներն էլ չլինեին, ամեն ինչ աչքի առջև էր եւ տեսանելի էր առնվազն մի քանի ձայնագրություններ, թե ինչպեսի կառուսել են ընտրությունների ժամանակ իրականացրել այս իշխանությունները, մասնավորապես զինվորականները, մինչև ուշ գիշեր հիմա նոր ձայնագրություններ են հայտնվում, ասենք այստեղ ժամը 11-ին, այնտեղ գիշերը ժամը հաջորդ օրը ժամը 2-ին, ժամը 1-ին, ժամը 23:00-ին, 23:30-ին զինվորականները շարունակել են իրենց ընտրությունը կատարել։ Փաստորեն մենք խոսեցինք երեկ չառաջորդ սրա մասին, իսկապես շատ ծանր վիճակում է հայտնվել իշխանությունը եւ դրա մասին ինչ որ մի պահից իրենց հայտնի է դարձել, մասնավորապես երբ որ սկսել են արդեն թերթիկները բացել եւ արդյունքների հետ ծանոթանալ։ Ուրեմն այն ողջ բռնություն, ահաբեկչություն, այն ինչ որ իրականացրել էին վախի մթնոլորտ իրականացնում էին 2 տարի շարունակ, 3 հյուրերիցս մեկը շատ ճիշտ նկատեց, ոչ թե այդ ամեն ինչը տեղի ունեցել ընտրությունից 1 շաբաթ առաջ, 2 շաբաթ առաջ, 1 ամիս առաջ, այլ 2 տարի շարունակ հետևողականորեն իրենք ուղղակի վախ եւ սարսափ տերոր էին տարածում ողջ երկրով մեկ, չհանդուրժել որևէ մեկին, մասնավորապես նրանց, ովքեր որ ընտրված են, դա տարածվեց եւ Գյումրու ընտրված քաղաքապետի վրա, եւ Կիրովականի Վանաձորի ընտրված քաղաքապետի վրա, եւ Մասիսի քաղաքապետի վրա, իսկ թե ինչ տեղի ունեցավ Փարաքյարի համայնքապետի հետ, մարդը ուղղակի գնդակահարվեց, թե իրենց հրահանգով էր, թե իրենց վաստողությամբ, թե իրենց ստեղծած մթնոլորտի հետևանք էր, մենք տեսանք, թե ինչ տեղ ունեցավ, սա անշուշտ առաջին հերթին պատասխանատվությունը տարածվում է եւ մեղադրանքը տարածվում է գործող իշխանության, այս պարագայում ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի վրա, բայց սա, ինչպես տեսնում ենք, բավարար չէր, Նիկոլը մրցունակ չէր, դատարկ են խոսքերն ու մեծաբերանությունը, որ ինքը 65% ունի, 70% ունի, 50 չգիտեմ ինչ պլյուս, դրա մասին ընդհանրապես չէին խոսում, մենք տեսանք, որ դրանք դատարկ խոսքեր են, փաստերը բոլորովին այլ բաներ ցույց տվեցին եւ նրանք հենց 20:00-ից հետո անցան գործի, այսինքն կրկնակվյարկությունները կամ զինվորականների քվեարկությունները արդեն ընտրատեղամասերը փակվելուց հետո նրանք շարունակում էին ընտրություններ կատարել, գիտեք, որ ընտրության օրը լուսաբացից արդեն բազմաթիվ ձերբակալություններ, ուժեղ Հայաստանից 700 անց ձերբակալված է, մի մասը շարունակում է ձերբակալված մնալ, մի մասը տնային կալանքի մեջ է, դա տարածվում էր շատ ակտիվ կերպով եւ Հայաստան Դաշինքի վրա եւ այսինքն 3 մրցակից ուժերի վրա եւ Հայաստան Դաշինքի եւ Բարգավաճ Հայաստանի վրա, դա դեռ այդ տերորը եւ ահաբեկչությունը չի դադարել, դա իսկապես մինչ այս պահը շարունակվում է, որտեղ մենք ամեն օր լսում ենք նոր ձերբակալությունների մասին եւ դրան զուգահեռ բողոքարկելուց հետո սկսեցին մի քանի տեղամասեր բացել եւ տեսանք խայտառակ պատկերը, մի շարք տեղեր 0, ԿՊ Նիկոլը ստացել է 0, բայց այնտեղ արձանագրվել է 500 ձայն, չգիտեմ 700 ձայն եւ հակառակ բաները, թե ինչպես է փորձարվել այս 3 ուժերից փոշիացնել իրենց ձայները։ Հիմա 3 տեղ ունեցավ այլանդակության գագաթներ, սա իսկապես այն ինչ որ տեղ ունեցավ 3K-ում, ուրեմն բացահայտելուց հետո փաստորեն ինչ է պարզում, իրենք արձանագրում են, որ այո, զինվորականները ուշ ժամի գնացել եւ ընտրություններ են իրականացրել, սա արձանագրված է, մի շարք տեղերում այդ խախտումները բացահայտված են, 35/65-ում, 10/51-ում, ամբողջական ցուցակը նաև ուժեղ Հայաստանը ներկայացրեց 35/65-ը ասեցի, այսպես եւ այս ամեն ինչը բացահայտելուց հետո ոչ պակաս ղեկավարը հայտարարում է, որ քանի որ այնտեղ խախտումներ են եղել, այդ ամեն ինչը անվավեր են ճանաչել, ուրեմն այդ ամբողջ խախտումները պլյուս է դրվել, բազմաթիվ ձայներ անցել են ԿՊ-ին, բայց քանի որ այնտեղ նաև ակնհայտ է դառնում, որ խախտումներն եւ այդ ձայները պիտի անցներ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այդ ձայները ստանալուց հետո ստանում են իրենց 4% եւ կարողանում են 5-6 պատգամավոր ունենալ ազգային ժողովում եւ այս պարագայում արդեն իսկապես մեծամասնություն Նիկոլ Փաշինյանը 50+ չի
կարողանում ունենալ եւ մեծամասնություն չի կազմում եւ նաեւ սահմանադրական մեծամասնություն չի կարողանում ունենալ, սա նշանակում է, որ մի շարք աղետաբեր օրենքներ այն ինչ որ պիտի բերեն այդ պատուհասը մեր երկրի գլխին, նրանք չեն կարողանա, հետեւաբար նրանք լծվել են, այսինքն այս հրեշավոր գործը դեռ չի ավարտվել, իրենք փորձում են հասցնել ավարտին։ Չնայած այս պարագայում ավարտը սա իրականում Հայաստանը ադրբեջանցիներով լծվեր եւ նոր սահմանագծում սահմանազատում անել, գիտեք ինչքա ես որոշակի հանգստություն ունեմ, որովհետեւ 8 տարի շարունակ եթե բացատրել ժողովրդին թե ինչ աղետ է եւ դա միայն զուտ խոսքեր չլինեն եւ կյանքը ցույց տա 8 տարի շարունակ որ ինչ աղետ է բերում եւ եթե Հայաստանի Հանրապետությունում կա 1000 մարդ, որ պատրաստ է սեղանի շուրջ նստել ՔՊԱ-կանի հետ, պատրաստ է դեռ հանդուրժել այս ամեն ինչը, պատրաստ է դեռ բարևել, էլ չեմ ասում, սրանց գնալ ձայն տալ եւ մտածել ոչինչ տեղի չի ունեցել, այն ինչ որ տեղի ունենալու մեզ հետ եւ անցյալում ինչ որ տեղի ունեցել եւ ապագայում տեղի ունեցել, ես ձեզ վստահեցնում եմ, հերթական անգամ համոզունքս եմ հայտնում, որ մենք այդ ամենին արժանի ենք, որովհետեւ իրականում այս պայքարի մեջ մտել էին Հայաստանի ամենաարժանի հայորդիները, նրանք ովքեր ունեին մեծ ներդրում ունեին Հայաստանի պետականության զարգացման գործում, Հայաստանի տնտեսության զարգացման գործում, Հայաստանի սպորտի զարգացման գործում, մասնավորապես Գագիկ Ծառուկյանը տնտեսության զարգացման գործում եւ ահռելի բարեգործություն արած Սամվել Կարապետյանը, ել չեմ ասում մեծ խաղաղություն եւ անվտանգություն եւ մեծ տնտեսական թռիչք եւ զարգացում վերած Ռոբերտ Քոչարյանը։ Եթե այս ամենը չէր բավարարում ինչ որ մի հայի, ուրեմն իսկապես ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, այս պարագայում եւս խնդիրը իրենց ուղեղում է, այնպես որ թող գնան եւ հասկանան թե ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն երեկվա այդ այլանդակությունից հետո այսպես նաեւ բնութագրեց Իվետա Տոնոյանը, այնինչ քիչ առաջ կատարվեց, սա ուշ գիշերով է գրել, դե իրենք բոլոր մութ եւ հրեշավոր գործեր անում են ուշ գիշերով, այնինչ քիչ առաջ կատարվեց ԿԱՀ-ում ոչ այլ ինչ էր, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ-ին ուղղված հարված է, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին արժանմտնել թույլ չտալն է, գրել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։ Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ, որտեղ որ Բարգավաճ Հայաստանը ուրեմն հաղթել ենք, ասում է սա անվավեր եմ ճանաչել։ Իհարկե եկեք նորից մեկ անգամ եւս հիշեցնենք միայն այն բանից հետո, երբ որ կրկնահաշվարկ տեղի ունեցավ եւ այս այլանդակ խախտումները բացահայտվեցին եւ հրապարակ եկան։ Վաղը բողոքարկելու ենք այս ապօրինի, այսինքն այսօր այս ապօրինի որոշում եւ օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը կանխելու եւ կասեցնելու այսպիսի կամայականություն, գրել է Իվետա Տոնոյանը։ Երեք նաեւ հայտնի դարձավ այսօր դրան զուգահեռ, եթե ԿՀ-ն ու ՔՊ-ն կրկնընտրություն չնշանակեն այդ երկու ընտրատեղամասերում, հատել են բոլոր կարմիր գծերը, հայտնել են նաև դրան տեսնելով այն ամեն ինչ որ կատարվում է, ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ԿՀ-ն ընտրել է երկու տեղամաս, որտեղ ԲՀԿ-ն ամենաշատ ձայներն ունի, ու այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել։ Այս ամենը հետո խոսել է նաև Գագիկ Ծառուկյանը, երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության, գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգի եւ քայլերի մշակման համար։ Հետաքրքիր է, որ նաև մի այսպիսի ձայնագրություն հրապարակում արեց Մեդվեդևը, մենք կարող ենք դա ցույց տալ, ոչ մի թշնամի չի խոչընդոտի մեր հայրենիքի զարգացմանը եւ բարգավաճմանը, գրել է Դմիտրի Մեդվեդևը, շնորհավորելով ՌԴ օրվա կապակցությամբ եւ հրապարակելով արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տեսանյութ, որտեղ Մերցի, Ֆոն դեր Լայնի եւ Սթարմերի լուսանկարները մտցնում են թղթի մարատիչի մեջ։ Սա ճիշտ ասած ինձ նաեւ հիշեցրեց այդ ընտրությունների ժամանակ այդ արկղը, որտեղ որ մենք նետում ենք, վերջում, սա շատ տպավորիչ է այն իմաստով, որ ես հարկ համարեցի, որ սա ցուցադրել, որովհետև այն անձինք են, այն երկրի ղեկավարներն են, այն ուժերն են, ովքեր պլանավորած արդեն 20 տարի փորձում են կործանել մեր հայրենիքը, սահուն կերպով այս եվրոպական երկրների քավորությամբ կործանվեց
Արցախի հանրապետությունը հիմա օրակարգում Մեղրին եւ Սյունիքն է, գիտեք որ մի շարք տարածքներ Հայաստանի Հանրապետությունից օկուպացված են Ադրբեջանի կողմից եւ դրա մասին ոչ մի խոսք չկա եվրոպական երկրներ եւ այսօր այս բոլոր այլանդակությունները իսկապես արժեր հենց նմանատիպ արգղի մեջ իրականում մտցնել նրանց ձայները, նրանց տրվող ձայները, որովհետև նրանք ոչինչ չեն տեսնում, նրանք ոչինչ չեն լսում, քար լռություն է, այս բոլոր այլանդակությունները կատարվում են այս մարդկանց հովանավորությամբ եւ քավորությամբ եւ նրանք չեն թաքցնում, գիտենք որ այս ընթացքում մեծ ահռելի գումարներ են տրվել այս իշխանություններին, որպեսզի հնարավորինս այս ընտրախախտումները սահուն եւ ճկուն անցկացնեն, բայց քանի որ հայ ժողովուրդը որոշել էր իրենց մերժել, առնվազն չտալ մեծամասնություն չունի Նիկոլ Փաշինյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանն է, որ ասում էր, եթե ես հավաքեմ, եթե իմ դեմ դուրս գան 300,000 մարդ, 400,000 մարդ, ես կհեռանամ։ Մերժում են իրեն ընտրողների կես միլիոն 500,000-ից ավելի մարդ, բայց այս մարդը շարունակում է սանձարձակ հայտարարություններ անել, վենդետայի մասին խոսել, ուրեմն ինքնահռչակ մարդը, որը գիշերը 10% ընդամենը ստուգելուց հետո հայտարարեց, ինչպես Երեք Սուրենյանցը ճիշտ ասեց, եթե իր փոխարեն մեկ ուրիշը լիներ, միանգամից քրեական գործ կհարուցել, ասել, որ հակասահմանադրական բան է արել, որտեղ դեռ ոչինչ բարձ չի, իսկ մարդը այսպես ինքնահռչակ այսպիսի հայտարարություններ է անում, բայց դա տեղի չի ունեցավ, ինչևէ մենք այսպիսի ծանր պայմաններում ենք շարունակում ապրել, ԿՀ-ն պարտավոր է քննարկել դիմումը ոչ թե քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած խախտումների տեսանկյունից, այլ ընտրությունների տեսանկյունից, ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը, եթե կողմը ԿՀ-ն համապատասխան դիմում ընտրության արդյունքների անվավեր ճանաչման վերաբերյալ չի ներկայացնում, դա առնվազն մի փաստարկ կարող է լինել, որ Սահմանադրական դատարանում պայմանականորեն պատասխանող կողմ ԿՀ-ն դա վկայակոչի։ ԲՀԿ-ական թեկնածու նաև Սուրենյանցը հայտարարել է, եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական բեսպրեդիլին, կառավարության բոլոր շենքերը եւ Երևանի բոլոր փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով, հայտարարել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունը Վերին Լարս արգելված է, սահմանափակում դրեցին իմ վրա։ Հայտարարել է Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանը նշեց, որ ինքը Արմատ մեդիայի հետ համատեղ ուզում էր ներկայացնել Վերին Լարսում հերթերը, թե ինչ է կատարվում եւ ինչ է տեղի ունենում։ Եվ մեկ կարևոր բան էր, գիտեք, որ Անդրանիկ Թևանյանը շարունակում է ձերբակալված մնալ, Բարգավաճ Հայաստան կուսակցության երկրորդ անդամներ, Մայր Հայաստան կուսակցության ղեկավարը, ինքը շարունակում է կալանավորացնել մի անհեթեթ մեղադրանք մեղադրվում է գործակալ լինելու մեջ, չգիտեմ դուք ծանոթ եք հայք թե ոչ, փաստորեն վաղը շատ հանգիստ կարող են օրինակ ձեզ էլ մեղադրել, որ դուք օրինակ Ուկրաինայի լրտեսնեք, Բելարուսիայի լրտեսնեք կամ Զիմբաբվեի, չգիտեմ որ երկրի լրտեսնեք, եթե ձեզ ձերբակալեն եւ ձեր փաստաբանը փորձի ստանալ այն նյութերը, որով հիմնավորվում է, որ դուք ինչ որ այսպիսի բաների մեջ ներքաշված եք, դա չի տրվի ձեզ, գիտեք ինչու, որտեղ կասեն դա պետական գաղտնիք է, մենք չենք կարող տրամադրել։ Այսինքն մինչ այս պահը դեռ հայտնի չէ, թե Անդրանիկ Թևանյանին կոնկրետ ինչի համար են ձերբակալել։ Նաև ամենայն հավանականությամբ դրա հետ կապված, որովհետև ուրեմն ազգային ժողովում լսումներ է անցկացրել, ըստ այսպես տարածող բաների, մեր լսումների ժամանակ ինչ որ բան է քննարկվել, հետո չնայած այդ ամբողջությամբ հրապարակվել է, որը իբրև թե իր մեջ գաղտնիություն է պարունակել եւ Արեգնազ Մանուկյանը ձայնագրել փոխանցել է Անդրանիկ Թևանյանին։ Ամենայն հավանականությամբ արփի հենց դրա համար էլ այսօր ուշ գիշերով մտել են նաև Արեգնազ Մանուկյանից տուն։ Ես խնդրում եմ այս տեսարանը իսկապես 37 թիվն է, սարսափ է եւ բռնապետը, ասում էին որ փոքրիկ բռնապետը, բայց իրականում ասենք բռնապետի բոլոր բանդրսևորումները մենք տեսնում ենք, որովհետեւ այլ ընտրություն ոնց որ թե չկա եւ չի մնացել Նիկոլ Փաշինյանի համար։ Մի կողմից մենք տեսնում ենք սանկցիաներ Ռուսաստանի Դաշնության կողմից, Սովնadzor-ը ստուգումներ է անցկացնում եւ այդ ստուգումների արդյունքում բացահայտվել է մի շարք խնդիրներ եւ գյուղատնտեսական մի շարք ապրանքներ, ուրեմն Հայաստանից այս հարցից սկսենք հայ մի շարք ապրանքներ ուրեմն արգելվել է որ Ռուսաստան
Ռուսաստանի մատակարարումը արգելվել է, սա մեծ հարված է Հայաստանի գյուղատնտեսությանը, հիմա Նիկոլը ասել է, որ դրանց ինչ-որ փոխհատուցումներ պիտի տան, այսինքն այս փոխհատուցումը գնում է անապահով աղքատ ապրող ընտանիքների, սոցիալապես ծանր ապրող ընտանիքների, այս ամբողջ գումարը պիտի ուղղվեր թոշակառուներին, երեխաներին, ընդհանրապես երկրի տնտեսության զարգացմանը, բայց իր խայտարակ քաղաքականության հետևանքով, Նիկոլի խայտարակ քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում եւ մեր ժողովուրդը պիտի ստիպված լինի այդ վճարել այդ գումարը։ Իհարկե պարզ է, որ այս ամենը շատ կարճաժամկետ է լինելու, որտեղ հիմա կարող է մեծ աղմուկ բարձրանալ, մեր երկիրը իզորու չէ, վիճակի չէ, ոչ էլ բյուջեում նման կարգի գումարները նախատեսված եւ ոչ էլ առողջապահական են ռեֆորմները, որ իրականացնում են երկարաժամկետ, բնականաբար հնարավոր չէ իրականացնել կամ թոշակի բարձրացումը լույսը վառի, այստեղի այդ ամեն ինչը արդեն գիտեք, որ սա կարճաժամկետ է լինելու, հենց հիմա ինձ Մարիամը փոխանցեց, որ նաև որոշ վիրահատություններ կապված, որ ցուցակում կար եւ կարող էին իրականացնել 65 պլյուսները եւ որոշակի դեղեր, արդեն կրճատվեցին։ Ես վստահ եմ, որ ամեն օր մենք դրա մասին լսելու ենք, բացի այդ սա ինչի այդ երեք որոշում է կայացել կառավարության նիստի ժամանակ, որ ակցիզները բարձրացնել ուրեմն ծխախոտի, դիզվառելիքի եւ բենզինի վրա, սա նշանակում է, որ աշկները լույս, նրանք ովքեր որ Նիկոլին են ձայն տվել, որ առաջիկա օրերին մենք կտեսնենք թանկացումներ, սրանք այնպիսի բաներ են, որ մարդը չի կարող չօգտագործել, գիտեք, մարդ շատ դժվար է մարդը ծխախոտից կտրվում եւ նաեւ անհրաժեշտ է բենզինը եւ դիզվառելիքը, սա ինչի մասին է խոսում, որ նորից ծանր բեռ է դրվում մարդկանց վրա, ելի իր ապաշնոր աշխատանքի հետևանքն է, որ մենք բոլորս պիտի կրենք մեզ վրա։ Պարզ է, որ այս ամեն ինչը պայթելու է, երկար չի կարող գնալ, երկար չի կարող այս ամեն ինչը տևել, որովհետև ոնց որ թե Թուրքիան պատրաստ չի հաց կամ չգիտեմ ինչ մատակարարել մեզ, որովհետև Թուրքիան ուրիշ խնդիր ունի, որ պիտի հնարավորինս արագ մաքրել Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդից։ Ես ոչ զայրանալու եմ, ոչ բղավելու եմ, 8 տարի շարունակ դա եմ արել, այդ 300-400 հազարը որոշել եք գնալ եւ ձեր գլխին թուրք բերեք, լավ եք արել, գուցե դուք շատ ավելի խելոք եք, գուցե թուրքական յաթաղանը ձեզ բան է, շատ հարազատ է, թուրքական մուղամը շատ հարազատ է, ել չեմ ասում ցեղասպանությունը շատ ավելի հարազատ է, այն ինչ որ իրանք միշտ տևական ժամանակ կատարել են։ Պատմությունը կրկնվում է, Կարսը ինչպես հանձնվեց, երբ որ այնտեղի ղեկավարները հայերը հավատացին, որ հիմա Անտանտի երկրները Սեուլի պայմանագիրը կկնքեն, մի հատ մեծ Հայաստան մեզ կտան եւ դրժեցին եւ մերժեցին այն ժամանակը Ռուսաստանին։ Արդյունքում ինչ հետևանքը ինչ եղավ, կարողացան խորամանկ թուրքերը այդ պահին կարճաժամկետ լեզու գտնել ռուսների հետ, ռուս բոլշևիկների հետ եւ նաեւ լեզու գտնել, իսկ բաները շահագրգիռ չէին, որ այստեղ հայեր մնան եւ ռուսներ մնան, Անտանտի երկրները նրանք եւս նամակներն ու ձայները հայերի մնացին անպատասխան եւ մենք ստացանք նոր ցեղասպանություն եւ Ղարսի կորուստ 200,000-ից ավելի մորթված հայեր, այնպես որ նույն բանը կրկնվում է, հիմա մենք մեջք ենք փորձում թեքել մեջքով կանգնել Ռուսաստանի Դաշնությանը, հավատալ դատարկսին ռոմանտիկ ոչինչ չտվող, ավելի շատ տվող ցեղասպանություն բերող, Արցախ կորցնող, որովհետև եթե որ դու հավատում ես արևմուտքին, դու ստանում ես դա հավաքական արևմուտքին, Միացյալ Նահանգներին եւ հատկապես Եվրոպային։ Պատմությունը կրկնվում է, հիմարները իհարկե դասեր չեն քաղում, խելոքներն էլ գուցե շատ քիչ էին կամ նրանց ձայնը այդքան էլ բարձր չէր, որ իրականում տեղ հասնել։ Ես պիտի խնդրեմ այս պատկերն էլ ցուցադրեք, թե երեք ոնց են գիշերվա կեսին մտել Արեքնազես տուն, խնդրեմ։ Հարգելի հայրենակիցներ, առավոտ ընտրավորություն իրականացնելուց հետո այս իշխանությունները բանի գործը թողած հիմա եկել են մեր բնակարանը խուզարկելու, բարի ձեզ։ Բարի ձեզ, ովքեր եք, մի րոպե մի մտեք մեր բնակարան։ Մենք դատանի որոշում ունենք։ Հասկանալի է, ցույց տվեք։ Հասկանալի է, ես չեմ խոչընդոտում, ես չգիտեմ դուք ով եք, ցույց տվեք, ձեր փաստաթուղթը ցույց տվեք։ Աշխատակիցն են Գևորգյան, Վարգելի Գևորգյան, թույլտվությունը ցույց տվեք եւ մտեք մեր բնակարան։ Թույլտվությունը, ծանոթագիրը ցույց տվեք։ Մի րոպե, ծանոթագիրը ցույց տվեք, նոր մտեք մեր բնակարան։
ցույց տվեք որոշումը նոր մտեք մեր ցույց տվեք մեր որոշումը նոր մտեք մեր բնակարան ինչի իրավունք ունեք մտնում եք մեր բնակարան Բեկալեք մի րոպե որոշումը մի րոպե ժողով որոշումը ցույց եք տալիս մտնում եք մեր բնակարան Ես չեմ խոչում դոտում որոշումը ցույց եք տալիս նոր մտնում որոշումը չեմ նկարում Որոշումը ես հեռախոս պետք է որոշումը չեմ նկարում Որոշումը չեմ նկարում Մի հենց հեռախոս էնցանից Մի րոպե անջատում եմ Խայտարակ ինֆորմացիա քիչ առաջ Երևան ԹԴ-ին է գրել Սյունիքի մարզում, այս անպայման դրեք եւ տարածեք Սյունիքի մարզում Շիկահողի արգելոցի տարածքում ադրբեջանական դիրքերի ամրաշինական աշխատանքների եւ ճանապարհների բացման համար մոտ 60 հատ անտառ է հատվել շրջակա միջավայրի նախարարը որպես կառավարության անդամ առավել կարևորում է խաղաղության օրակարգը էկո համակարգի վնասների գնահատումը արկախվել է Ինչ ասեմ, ստացեք ձեր ընտրության արդյունքները, այն ժողովուրդը, որ ընտրել է ազատություն եւ առանց Թուրքի Հայաստանի, ընդհանրապես Հայաստանի գոյություն կամ այստեղ հայ գոյություն, պայքարը փորձելու է շարունակել, իսկ դուք խաղաղ ապրեք, վստահ եղեք, որ եթե ձեզ եւ ես ինձ թվում էր հայք, որ իրենցից շատերը գիտեք ինչ են Հաջիկստանը, որ մենք շատ զայրանում ենք Իրանք ոնց որ մտածեն դե տեն զայրացեք ձեզ պատեպատ տվեք մենք է կգնանք ձերինատու թուրքերին կընտրենք այ գնացեք ընտրելեք լավ է կարել ճակերտավոր հիմա տեսեք թե ոնց է տեսնենք թե այդ ամեն ինչը ոնց է վայելելու սկսենք Ռուսաստանի այս դաշնությունից շնորհավորանք դեռ չկա ավելին մենք տեսնում ենք որ գրեթե ամեն օր 2-3 բարձրաստիճան պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից ընդգծում են խայտարակ խախտումները, այն ինչ որ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ զարգացումներ կլինեն, ինչ հետևանքներով, խնդրեմ։ Դե նախ այդ սահմանափակումների հետ կապված։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ինչ ուզում է լինի, իրենք միևնույն է գնալու են եւ անցնեն Ռուսաստանի թշնամիների ճամբարը։ Ասում են, չէ՞։ Գնում ենք դեպի Եվրամիություն, երբ որ կտեսնենք, որ հարմար պահ է եկել է, ԵԱՏՄ-ից դուրս կգանք եւ կմտնենք Եվրամիություն։ Հիմա ընդունեն չեն ընդունի այլ հարց է։ Բայց իրանք Ռուսաստանին բացահայտ հայտարարում են, որ մենք գնում ենք մտնենք ձեր թշնամիների ճամբարը։ Իսկ ճամբար որ մտնում ես, դու չես մտնում այնտեղ ուղղակի հյուրի կարգավիճակով սուրճ խմելու համար։ Մտնում ես, որ զինվորի պես կռվես Ռուսաստանի թշնամիների ճամբարում, այսինքն խրամատում Ռուսաստանի դեմ։ Ուրիշ բանի համար քեզ այնտեղ չեն ընդունում։ Դե Ռուսաստանն ասում է դուք ուզում եք փաստորեն այդ իմ թշնամիների ճամբար անցնելու ճանապարհին էլ ես ձեզ ֆինանսավորեմ։ Հարստացնեմ։ Եվ արտոնություններ տամ։ Դե ասում է այդպես ես չեմ ուզում մնամ։ Միգուցե չգիտեմ, առաջ անում էր։ Դուք խայտարակություն չեք, մի հատ հիվանդ գրել է, հերիք է մեղադրեք ժողովրդին։ Մեղավորը թուրքամոլ ընդդիմությունն է, ում նկատի ունեք Արամ Սարգսյանին, Շիրինյանին, Բաբաջան Արմանին, Նիկոլին։ Նիկոլան ընդդիմություն չի, նրանք էլ իր արբանյակներն են։ Մնացած եթե տարածվում է մյուսների վրա, ուրեմն դուք ինչ որ առողջական խնդիրներ ունեք, Տիկին Լիլիթ, խնդրեմ, ներողություն։ Այսինքն Ռուսաստանը չի ուզում շարունակել այդ արտոնությունները տալ, իմանալով որ միևնույնն է գնալու է թշնամիների ճամբար։ Ինչի համար տա։ Բացի այդ, եթե նույնիսկ նախկինում այդ ապրանքների մեջ, որ մենք արտահանում ենք, եղել են խախտումներ, Ռուսաստանը ելնելով նրանից, որ մենք դաշնակիցներ ենք, ինքը ուղղակի աչք է փակել այդ խախտումների վրա։ Ամենայն դեպս մի երկու անգամ խոսել եմ որոշ մասնագետների հետ, ասում են, որ եղել են խախտումներ նախկինում, ինչ որ ապրանքատեսակների մեջ։ Բայց Ռուսաստանը աչք է փակել, որտեվ մենք կարիք ունենք մեր արտադրանքը հանելու եւ արտադրողին պահելու։ Դրա համար աչք է փակել, ասել է ոչինչ, դու խախտումներով գնա։ Հիմա էլ աչք չի փակում եւ ըստ էության ինքը պատասխանում է իշխանությունների քայլերին։ Այսինքն ինքը գործում է փոխադարձության սկզբունքով։ Ինչքան դու շատ ես գնում իմ թշնամիների ճամբար, այնքան ինքը ավելի խստացնում է։ Իհարկե չի լինի այդպես բարձ է, որ Ռուսաստանի, չգիտեմ, նախագահ կամ արտգործնախարարը վեր կենան ասեն, չգիտեմ, Հայաստանը մեր թշնամին է եւ այլն, նման բան չի լինելու։
բայց փոխադարձության սկզբունքով Ռուսաստանը շարժվելու է։ Քայլ կանեն իշխանությունները, քայլ կանեն իրենք, քայլ կանեն իշխանությունները, քայլ կանեն իրենք։ Միգուցե ինչ որ քայլ անեն իշխանությունները, նրանք երկու ավել քայլ անեն, բայց այդ քայլերը նորից բխելու են Ռուսաստանի ազգային պետական շահերից։ Դա ինչ որ տենց այնպես չի, որ ինչ որ մեկը ձեռքը խփում է սեղանին Ռուսաստանում, ասում է վերջ, այդպես են կանելու։ Իրենք գնահատում են, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի պետական շահերից բխում է այս քայլերը անելը։ Վաղը եթե գտնեն, որ ավելին պետք է անեն, նկատի ունեմ սանկցիաների տեսքով կանեն ավելին։ Այսինքն Ռուսաստանը 30 տարի համբերում է, շատ բաներ կուլ է տալի, ատամները կրճտացնելով, այսպես ասենք, սպասում է նույնիսկ իր հարևանների, դաշնակիցների արածների վրա է աչք փակում որոշ, բայց հիմա կամաց-կամաց ինքը վերականգնվել է եւ այլևս չի փակելու եւ այդպես։ Ինչ վերաբերվում է ընտրությունները ընդունելու կամ չընդունելու, այսօր Ռուսաստանի Դաշնության օրն է, շնորհավորել է Նիկոլը Սայինչեստը եւ երեկ էլ ասեց, որ հույս ունենք, որ կլինի այդ շնորհավորանքը չի ուշանա, եթե չշնորհավորի, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Կամ եթե չճանաչի ընտրության արդյունքները։ Նախ այդ նման որոշումները, որ գնում է Եվրամիությունը, Հայաստանը, այսինքն նման կտրուկ։ Հա, նաեւ իրենց հայտարարությունը, որ եթե հապկ եք ուզում, ձեր խնդիրն է, կարող եք հստակեցեք ձեր համար որոշեք եւ հայտարարեք։ Իմիջիալից որոշ փորձագետներ մեղադրում են, ասում են, սա հին պայմանավորվածություն է Նիկոլի եւ Ռուսաստանի Դաշնության միջև, այսպես պասերով խաղում ենք, խնդրի նաեւ դրա մասին խոսեք եւ պատասխանեք։ Չեմ, ես այդ համաբանությունը չեմ կարող բացատրել, դրա համար երևի պատասխանել չեմ կարող։ Ինչ պասեր պետք է լինի եւ ինչի համար, ինչ նպատակով։ Չեմ հասկանում, որ ինչ անեն։ Ինչ վերաբերվում է ընդունել չընդունելուն։ Այն կուրսը, որ ընտրել է Հայաստանի իշխանությունը այսօր, այսինքն Հայաստանին ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի այդ արևմուտքի քաղաքականության մեջ։ Ինքը կարող է կործանարար ազդեցություն ունենալ Հայաստանի պետականության, մեր անվտանգության վրա։ Հետևաբար Ռուսաստանը ինչ ասեց նախագահը, ասեց թող դա որոշի ժողովուրդը, ինչ նկատի ունի։ Ասում է տենց ճակատագրական որոշումները նույնիսկ 50-50-ով չեն կայացնում։ Այսինքն եթե մեր ժողովուրդը իրոք ճնշող մեծամասնությամբ այդ ճանապարհը ուզում է, ապա այս ընտրությունները սենց չեն լինի եւ կարիք չէր ունենա ԿՊ-ն նման բռնաճնշումների գնալ եւ նման խախտումների։ Եթե իրանք վստահ լինեն, որ այդ կուրսը ժողովրդը ողջունում է, հա, այնպես չի, որ իրենց օգտին մարդ չի քվեարկել են, քիչ չեն քվեարկել, բայց այդ քվեարկածը բավարար չի նման կտրուկ եւ ճակատագրական որոշումներ կայացնելու համար։ Հիմա ասում է դուք Ռուսաստանը ասում է ձեր մոտ առնվազն կիսվում է կարծիքը, ու դա շատ քիչ է, որ նման որոշումներ կայացնեք։ Հետևաբար դուք գողանում եք ժողովրդի ձայնը, այսինքն այդ 50 կամ ինչ տոկոսի վրա հիմնվելով, բռնաճնշումներով, կեղծիքներով, դուք փաստորեն ուզում եք, որ Հայաստանը մտնի պատերազմի մեջ մեր դեմ։ Հիմա դրա ինչ է շնորհավորի։ Ասի շնորհավորում եմ, որ դուք բռնել եք Ուկրաինայի ճանապարհը, բարձր որ չի կարող շնորհավորել։ Եվ իրականում այս չշնորհավորելով, չխառնվելով ներքին գործերին, Ռուսաստանը անուղղակի ժամանակ է շահում ընդդիմության համար։ Ինքը ասում է ստեղծեք պայմաններ մթնոլորտ, որ ընտրությունները կեղծվել են, չեք ընդունում, գողացել են, այսինքն չհամակերպվեք այս ամեն ինչի հետ, որ Ռուսաստանն էլ առիթ ունենա ասելու տեսեք այն 50%-ը, որ ասել են ոչ այս իշխանությունների ուղուն, ասում են, որ չեն համակերպվում դրա հետ, ասում են, որ կեղծվել են, դրա համար մենք ոնց կարող ենք շնորհավորել Հայաստանի պետականության կործանման ուղին բռնած իշխանությանը, եթե 50% առնվազն ասում են ոչ դրան։ Այսինքն Ռուսաստանը այս իր քայլերով քարոզչական հող է նախապատրաստում, այսինքն քննարկելու մի մեծ քարոզչական բազա է ստեղծում, ինչքան լրագրողներ Ռուսաստանից եկան այս ընտրությունների ժամանակ եւ ինչքան ռեպորտաժներ պատրաստեցին։ Այսինքն իրենք տեղեկատվական ֆոն են ստեղծում, բայց իրականության իման վրա չեն հորինում։ Դե կարծում եմ լավ հիմք է ստեղծել դրանից օգտվելու համար։ Եթե այնպես ստացվի, որ համակերպվի Հայաստանը, նկատի ունեմ ընդդիմություն եւ ինչ որ
այն ընտրազանգվածին, որոնք ոչ են ասել, իրենց չկարողանա կազմակերպել, ուղղորդել առնվազն քարոզչական, քաղաքական, տեղեկատվական առումով, միգուցե էլի չշնորհավորի Ռուսաստանը, բայց առանձնապես դե կասի, եթե դա համակերպվել եք, ուրեմն ձեր ընտրությունն է։ Բայց սա շանս է, որ օգտագործի Հայաստանի ընդդիմությունը իր քարոզչական եւ տեղեկատվական քաղաքականությունը վարելու համար։ Ուրիշ ինչ կարող է անել Ռուսաստանի Դաշնությունը։ Սանկցիաներ, նաև ընդգծել խախտումներ։ Դե դա անում է, ինքը իրականում չի թողում, որ թեման մարի։ Ինքը դրանով թեման պահում է տակ։ Այսինքն մի գերտերություն ասում է սենց խախտումներ են եղել, մենք չենք շտապում, նշանակում է ժամանակ է տալիս։ Հիմա եթե Տեսեք, բայց Արևմուտքը Հայաստանում էլ ընտրություններ են եղել եւ ինչ որ բաների հետ համաձայն չի եղել եւ իրենց ճնշումները, հատկապես մարտի 1-ից հետո, բառից բուն իմաստով Հայաստանի պետությունը պատանդի տակ էր, պատանդ էին պահում, իրենք անընդհատ ճնշումներ, սպառնալիքներ, հայտարարություններ եւ այլն եւ այլն։ Այդպիսի հետևողական բան մենք կտեսնենք Ռուսաստանի Դաշնության կողմից։ Իրենք այսպես մեկ բան էլի, մեկ անգամյա ինչ որ գործողություններ օրինակ Արևմուտքը չէր անում։ Հետևողական, մի քանի տարի շարունակ զուգահեռ բազմաթիվ լրատվամիջոցներին, ՀԿ-ներին ֆինանսավորելով, ճնշելով պետական իրավապահ բոլոր մարմիններին տարբեր տեսակի բաներով, սանկցիաներով, զրկելով նաև ֆինանսական բան աջակցություններից, դա կլինի հետևողական Ռուսաստանի Դաշնության կողմից, թե նույն ոճը, թե ոճերի տարբերություն կա։ Ոչ չի լինի, այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը չի տիրապետում այն գործիքակազմին, որը տիրապետում է Արևմուտքը։ Ռուսաստանի, Հայաստանի ազգաբնակչության 70-80%-ը մոտավորապես այդ կապի ապրանքաշրջանառության դա ոչ մի ձև իշխանության վրա չի ազդի։ Եթե այդ մարդիկ Ուկրաինան զոհաբերեցին եւ 1.5 միլիոն զոհաբերեցին, ով էր նայում այնտեղ ապրանքաշրջանառության վրա։ Ոչ մեկ։ Արևմուտքը ինչ գործիքներ է օգտագործում։ Կոռուպցիա, այսինքն կոռումպացված չինովնիկների փողերը պահում են իրենց մոտ, ստիպում են չինովնիկներին պատանդի մեջ են անել այնպես ինչպես իրենք ուզում են։ Ֆինանսական համակարգը կարող են օրինակ սպառնել, ասել մեր ֆինանսական համակարգը մտածել Արևմուտքի ֆինանսական համակարգի մեջ մաս է կազմում, որովհետև կենտրոնական բանկ ունենք, որը ոչ թե պետությանն է ենթարկվում, այլ արժույթի միջազգային հիմնադրամին օրինակ։ Այսինքն մենք ենթարկվում ենք իրենց ֆինանսական որոշումներին։ Եք ասեն, եթե սենց չանեք, վաղը դոլարը կդառնա, ասենք, կուրսը կդառնա 5000 դրամ մի դոլարի համար, օրինակ, եւ ձեր տնտեսությունը կփլուզվի։ Այսինքն այն գործիքակազմը ազդելու, ստիպելու, ճնշելու, որ ունի Արևմուտքը, Ռուսաստանը չունի։ Ռուսաստանը այն մեթոդներով, որ հիմա անում է, ինքը ինչ է, այդ մեթոդով հորդորում է, այսինքն ասում է ցույց է տալիս ժողովրդին, ասում է ձեզ տանելու են այս ճանապարհով, որտեվ Ռուսաստանի նախագահը չի կարող չէ չպատասխանել այս քայլերին, որտեվ ինքը ղեկավար է պետության, X պետություն իր պետության դեմ քայլ է արել, ինքը պետք է պատասխանի, ինքը ղեկավար է, ինքը չի կարող ասել նաև իր ենթականներին ասել լավ, դե Հայաստանն է թողենք չպատասխանենք, ոչ մի բան չանենք, ինքը պարտավոր է պատասխանել, բայց ինքը նաև ցույց է տալի հետևանքները ինչ է լինելու։ Արևմուտքի գործիքակազմը բոլորովին այլ է, տնտեսական, քարոզչական, ֆինանսական, կոռուպցիոն, ինչ ասեմ էլ, ասենք 30 տարի էլիտաներ է ձևավորել Արևմուտքը իր համար, իրեն լոյալ, այնտեղ կրթություն է տվել, երեխեքին է իրանց այնտեղ կրթել, հազար ու մի բան արել, այսինքն այնպես համակարգ է ստեղծել Արևմուտքը, որ անհամեմատելի է Ռուսաստանի նկատմամբ։ Ավելին Ռուսաստանն էր այդ Արևմուտքի լծի տակ, այդ ամեն ինչի տակ։ Ինքն նոր սկսել է ազատագրվել, նոր է սկսել, այսինքն իրան 30 տարի պահանջվեց, եթե Պուտինի դեպքում 99 թվականից պահանջվեց նոր, որ ինքը կարողանա այդ թելերից կամաց ազատագրվել։ Այ նոր հիմա ասցին, որ Պետդումայի ընտրությունները լինելու 1300 դեռ նախնական քվեարկություն է եղել Եդինա Ռոսիայում, թե ովքեր պետք է մասնակցեն ընտրություններին։ 1300-ից մոտ 480 հոգի հատուկ ռազմական օպերացիան անցած սպաներ են մտնում Պետդումա։ Այսինքն նոր Ռուսաստանը կառավարչական էլիտա է փոխում։
Ինչի, որտեղ նախորդը ձևավորվել է ընդհանուր արևմտյան համակարգի մեջ, եւ այդ էլիտան պարզ է, ինչքան էլ Պուտինին հարգեն, վախենան իրանից, միևնույն է ինքը իր բնույթով այնպես ինչի, որ ապահովի Ռուսաստանի համար թռիչքածև զարգացում։ Իրեն պետք է նոր մարդիկ եւ զինվորականից ավելի լավ մարդ, ավելի հարմար տեխնացու չկա։ Եվ սեպտեմբերից հետո սկսելու են Դումայում, հետո տարբեր իշխանական տարբեր մակարդակներում իրենց մտցնել։ Այնպես որ այդ գործիքակազմի առումով ուղղակի անհամեմատելի է արևմուտքի գործիքակազմը Ռուսաստանի, բացի այդ արևմուտքը կարմիր գիծ չունի։ Ինքը ցանկացած գործիքակազմ կօգտագործի ցանկացած բան քեզ ստիպելու համար։ Ինչ խնդրեմ ունեն։ Եթե Իրանում հրթիռի հարվածով երեխաների դպրոց են ոչնչացնում, երեխաներն էլ մեջը 200 հոգի մարդ զոհվեց։ Իրենց համար ինչ խնդրեմ կա։ Բայց մյուս կողմից դուք ասում եք պիտի ես երկու երկրները բաժանեն, սա հետ խորհրդային շրջան տարածքներ են, սա է տեղի ունեցավ դա թե տեղի չունեցավ։ Իհարկե տեղի չի ունեցավ, դա տեղի է ունենալու։ Չէ, դուք ասում եք նստելու են սեղանի շուրջ եւ այսպես։ Այո, բայց երբ որ իրենց միջև կոնֆլիկտը հասնի պիկին, դա այդ պիկը հələ չի եղել, իրենք պետք է լավ մի հատ կռվեն իրար հետ։ Դա հենց այստեղ։ Հիմա է որ ճեպազրույցով է հանդես գալիս Սամվել Կարապետյանը։ Արդեն կա եթերում է։ Մենք էլ ենք ուղիղ եթերում զուգահեռ։ Ուղ, դե դա եմ ասում, քանի րոպեից կլինի, մեզ մոտ ոչ, ինչ հանդիսավոր ասեցի։ Հա, զուգահեռ չեն կարողանում հիմա։ Հա, դեռ չի սկսվել, չէ, այսինքն բանում է, դատարանում է հիմա։ Հա, դե այդպես ասեք ճեպազրույց, Սամվել Կարապետյանը հիմա դատարանում է, բայց շատ կարևոր է, զուգահեռ լսեք ինչի ասե, փոխանցեք, որ ես հիմա ասեմ։ Բա ինչով եք զբաղված։ Գագիկ Ծառուկյանը խոսում է հիմա։ Հա, բայց սա ավելի կարևոր էր։ Լսեք ինչ է ասում ու փոխանցեք, ընթացքում կասեք։ Խնդրեմ։ Դե այդպես, հիմա օրինակ մի երկու օր առաջ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, ասաց, եթե 8 հոգի ԿՊ-ից դեմ քվեարկի Փաշինյանին, Փաշինյանը չի վերընտրվի։ Այսինքն իրեն թվում է թե այդ 8 հոգին տենց օթից ուղղակի կարող են որոշել, որ պետք է գնան դեմ քվեարկեն։ Ասեմ ավելին, Փաշինյանը եթե որոշի, որ այդ 8-ը պետք է դեմ քվեարկեն, իրենք չեն կարող դեմ քվեարկել։ Փաշինյանն էլ չի կարող դա որոշել։ Որտեվ արևմուտքը հիմար չի, որ իր պլանները նենց կազմի, որ ինչ որ մի 8 հոգու պատահական 8 հոգու պատճառով իր պլանները փլուզվեն։ Այսինքն հետեւաբար եթե ցանկացած ընդդիմադիր մտածում է, որ հենց այնպես ինչ որ 8-10 կամ չգիտեմ քանի հոգի կարող են ԿՊ-ից անցնել ընդդիմության ճամբար եւ դեմ քվեարկել, չի լինելու այդպես։ Արևմուտքը հիմար չի, որ իր պլանները հենց կազմի, որ մի քանի հոգու պատճառով դրանք փլուզվեն։ Փաշինյանն չի կարող դա իրենց ստիպել, որովհետեւ կասեն մի րոպե, ուզում ես պարտավորությունների վրայից փախնես։ Բա ինչ եք ոնց եք պատկերացնում։ Դե որտեվ ընդդիմությունը ես տեսնում եմ, ցավոք սրտի իրենք մտածում են, որ իրենց հակառակորդը ԿՊ-ն է։ Երկու անց կա, որ կարող են որոշել այդ 8 հոգին դեմ քվեարկեն, թե չէ։ Բա ինչ անի ընդդիմությունը պատերազմ հայտարարի Թրամփին, մեկ էլ բանին, ինչա, Եվրոմիությանը։ Ինչ հնարավոր է անում, ասենք չեն տեսնում, ինչ նշանակում չեն տեսնում։ Հիմար են չեն հասկանում, որ այս իշխանությունը ով է բերել, ոնց է պահում, ինչով է պահում։ Կոնկրետ ընտրությունից առաջ ասում է, այսքան միլիոն ենք ձեզ տալու Եվրոպան, ամեն ինչ անելու ենք, որ դուք ընտրվեք, աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, հիմա տալիս ենք 10 միլիոն, վաղը տալիս ենք 15 միլիոն, էլ ոնց է, ինչ նշանակում չեն տեսնում։ Դե համարժեք է իրենց քայլերը այդ կառույցների նկատմամբ։ Մի փոքր ազգային թեև լավ փոքր չասենք, հետևում էլ ժողովուրդ, մի հատ ամբողջ հավաքական արևմուտքը պլյուս Թուրքիա, Ադրբեջան խժռած հարձակվել են այս մի փոքր երկրի վրա, այս մի փոքր ազգային թևի վրա։ Որոշակի աջակցություն ասենք թե ունի բան է, լոյալ է իրեն պահում Չինաստանը, ասենք որոշակի հետաքրքրություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, ազգային թևի նկատմամբ ու հայ ժողովրդի նկատմամբ եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եվ այդ չի Ինչ անի, ասենք, պարզ է, բոլորս այդ ուզում ենք, բայց ինչ ենք պահանջում։ Այն մի հատ ֆիլմ կա, Ջենտլմենի ու դա չեն, որ գալիս ասում է, вот вам գիրքը տալիս է, ասում է, вы учите английский язык, ասում է, зачем нам, ասում է, будем посольство брать։ Դե ասել եմ քանի անգամ,
Հա, եթե ակցիաները անեին դեսպանատան մոտ ամեն ինչ կփոխվի, հա։ Ակցիա, դե հիմա դուք ինձնից լավ պատկերացնեք եւ հաստատ պատկերացնում եք ինչ է նշանակում տեղեկատվական քարոզչական կամպանիա։ Իր ամբողջ ծավալով եւ բնույթով ելնելով սկսած հարցազրույցներից վերջացրած քաղաքական կեցվածքով եւ Դե հիմա միացա ձև է գտել, ով որ այդպիսի թեմաներով խոսում կամ չգիտեմ ինչ, ասում դու գործակալ ես, տանում ձերբակալում է, պիտակավորում է, բանան, ասենք Անդրանիկ Թևանյանն երբ որոշեց ձերբակալել, երբ որ շատ կտրուկ բան սկսեց քննադատել, որ դու նույն արևմուտքի հետ հիբրիդային պատերազմ ես անում, Թուրքիայի Ալիևի կոշիկ լիզողն ես եւ այլն եւ այլն։ Դե հիմա եթե այդ Անդրանիկ Թևանյանի ելույթներին զուգահեռ մի 10,000 հոգի կանգնած լինեին ԱՄՆ դեսպանատան մոտ, Բայց դուք ինքներդ ասեցիք, չէ՞, նաև այս ընտրությունը ցույց տվեց, որ այդ ամեն ինչին դեմ են։ Չէ՞, սա նաև դրա ցուցիչներ են։ Նույն արևմուտքը հասկանում է, որ այսքան բռնաճնշումներից հետո, եթե ժողովրդի կես միլիոն ընտրող գնում է եւ մերժում են Նիկոլի, նշանակում է դեմ է այդ ամեն ինչին։ Այո, բայց դա իրան չի կանգնացնում։ Ինքը ճանապարհները, ասում է լավ դեմ, հա, ուրեմն ճանապարհները ման գալի, ոնց այդ խափի, ոնց այդ ենթադրենք 500,000 դեմին սարքի 400,000 Արևմուտքը նաև սովորացնում է Ռուսաստանի Դաշնությանն ու Իրանը, թող իրենք էլ սովորեն։ Ինչ է անում, եկել գնում է, տեսեք ինչ է անում Թրամփը։ Ինչ է անում։ Այլանդակուց չգիտեմ ինչ է անում, ոնց ինչ է անում։ Ինքը որոշում է, որ վերջացավ, այս երկրի ղեկավարը պիտի վաղը այս վիճակում լինի, այն մեկինը այսպես պիտի լինի, այն երկինը սա պիտի լինի։ Համենայն դեպս միջև որտեղ որ ուժը պատում է հնարավոր է գնում է, ինչ որ մի բան իրեն կանգնեցնում է, հա Իրանը ինչ որ առումով փորձել է կանգնեցնել, տեսնենք դեռ կանգնեցրել է թե չէ, որտեվ բանով ինքնապավ, ինքնագող հայտարարում էր, որ պայմանավորվեցինք։ Չէ, դե ես ուղղակի դատում եմ ընդդիմադիր գործիչների ասելուց, իրենք ասում են, որ մենք պետք է վարենք բալանսավորված քաղաքականություն եւ արևելք եւ արևմուտք եւ Ռուսաստան, դե հիմա եթե իմ տրամաբանությամբ, եթե արևմուտքն է հովանավորը եւ կանգնած է այլանդակությունների հետևում եւ կորուստների հետևում, ուրեմն ինչ որ միտեղ պետք է հակառակորդ իրեն որպես տեսներ, չէ՞ որ կարողանաս իրեն հաղթել։ Եթե հակառակորդին չես ասում, որ ինքը հակառակորդ է, ուրեմն չես կարող հաղթել։ Ես ոչ մի բան չեմ ասում իրենց, ես ինքս էլ փորձել եմ այնց անեմ, որ իրենք հնարավորինս շատ ձայն հավաքեն իմ ուժերի սահմաններում, բայց իմ կարծիքով այդ առումով համարժեք չի։ Իրենք է տեսնում են, որ համարժեք չի, դե ասում են ինչ ուզում ես արա Նիկոլ։ Մեկը մեր ակաժները չեն երևում առանձնապես այս process-ների հետևում։ Չէ, դե կան գործիչներ, որ նաև այդպիսի վարկագիծ են դրսևորում եւ նաև անպաշտպան ինչ-որ բանի առջև են կանգնում, չէ՞, ես էլ ասեմ։ Դե առանձին գործիչներ կան, բայց դա սիստեմատիկ բնույթ չի կրում եւ ինքը օրակարգ չի ձևավորում։ Ինքը օրակարգ չի ձևավորում, ցավոք սրտի։ Օրակարգ։ Որովհետև եթե այդպիսի գործիչներից, ասենք արևմտյան գործիչներից նախկին իշխանությունների ժամանակ քրեական գործեր կամ ձերբակալված լինեին, կամ ոնց որ ին վրա ինչ որ գործ էր հարուցվում, այդ դեսպանատները իրաց պատե էին տալիս ու առավոտից գիշեր ընկած էին իմ հետևից էլ։ Հիմա 13 հատ գործ է վրա հարուցած, 1000 անգամ դիմել եք, մի հատ ինչ որ Ռուսաստանի դեսպանատունը հետաքրքրվեց, որտեվ իրանք աշխատել գիտեն, արևմուտքը աշխատել գիտի։ Հետաքրքրվում է, հասկանում է։ Դուք էլ ամեն ինչով մի պաշտպանեք, հա, նաև իրենց դեվիլությունն է, որ նորմալ աշխատել չգիտեն։ Հիմա դե իհարկե կասեք, դե ուրիշ բան գիտեք անելու։ Հա, այսօր ենք, հասկանալի է, որ ծանր վիճակում ենք բաներ, բայց նաև պիտի ընդունել, որ նրանք քառակուսի են, նորմալ ճկուն չեն կարողանում աշխատել։ Բայց արևմուտքը գիտի աշխատել։ Այն ժամանակ, որ մի հատ իրենց գործիչներից այդ արժեքները իբրև թե էլի դեմոկրատական արժեքներ կարող չգիտեմ եսի միշտ գործիչներ էին տեսնեք դեսպանատները բան նախարարներ կային ասում էին առավոտը մեր գործը սկսում էր նայած որ դեսպանները կազմ պատրաստ մեր դրան մոտ կանգնած էր Ամերիկայի դեսպանը հետևից է Եվրոպայի մյուս երկրների դեսպանները դուք դա տեսնում եք Ռուսաստանի դեսպանի աշխատանքից առաջին հերթին թող մի հատ Ռուսաստանում խելոք լինեն տեսնեն այս դեսպանը ընդհանրապես ում հետ ինչ հարաբերություններ ինչով է զբաղված Հայաստանի Հանրապետությունում առաջին հերթին եթե այդքան խելոք են, այդքան կազմակերպված են, կամ լավ, հիմա իրանց աշխատավոճը տարբեր է, կարող են, չէ, բայց հետևություն անել, ինչի մեջ ենք։ Հիմա Սամվել Կարապետյան տեսնենք ինչ է հայտարարել, եթե նոր բաներ կա անպայման տեղադրեք, ես հերթով կարդամ։ Իսկ դուք վստահ եք, որ չենք հաղթել։ Դատարանի բակում ասել է Սամվել Կարապետյանը, արձագանքելով Մարիամ էկրանին բաներ, արձագանքելով լրագրողի այն ասացին, որ շատ վստահ է, որ իրենք հաղթելու են։ Դիմել ենք սահմանադրական դատարան եւ ԿՀ, որ ընտրությունների արդյունքները չեղարկեն, նշանակվի երկրորդ փուլ, այսինքն առաջատար ուժը լոկոմոտիվ ուժը ընդդիմության պահանջում է, որ երկրորդ փուլ լինի։ Մենք էլ չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, Հայաստանը չունի լեգիտիմ իշխանություն, ասել է Սամվել Կարապետյանը։ Եթե Փաշինյանը վստահ է, որ ինքը հաղթել է, թող գնա երկրորդ փուլ։
ասել է Սամվել Կարապետյանը։ Մեր հարցը խորհրդարանը չի, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, այս երկիրը դարձրել է դուքյան, եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կհեռացնենք փողոցային տարբերակով, ասել է Կարապետյանը։ Հայաստանը չունի լեգիտիմ իշխանություն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ, սա ունեինք արդեն հայտարարել է Սամվել Կարապետյանը։ Ինչ որ բան ունեք մեկնաբանելու, թե Չէ, լավ, այդ օրակարգը պետք է պահել, որ լեգիտիմ չի ընտրվել խախտումներով եւ այլն, այդ օրակարգը պետք է պահել։ Կիսում եմ այդ։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց ու եթերում կլինենք Կարինե Նաչաջյանի հետ։ Շնորհակալություն։